Բարի գալուստ մեր ավերակյուղը։ Կպատնեք Արմավիրից ինչպես հարս եկա կես։ Արմավիրից ուզեցին ստեղ հարս։ Ես էլ նստա գրուզավիկ ավտոն։ Նախ գրուզավիկ ավտոյ էր, ով էր։ Կամ ոտով պետք է գայր, կամ էլ այդ ավտոներով։ Հարս եկա գյուղ, ասին Խարկով գյուղ։ Խարկով գյուղ էր չասին։ Ես էլ գիտեի Ուկրաինայի Խարկով էր, ասի լավ է կգնամ կպրզնիմ, քաղաք կգնամ, գյուղի աղջիկ եմ եղել, Սարդարապատ գյուղում եմ ծնվել, Սարդարխանի բերդերը, Սարդարապատի ճակատամարտը մեր գյուղին մոտիկ էր, այդպես եկանք։ Որ եկաք այն ժամանակ այստեղ շեն էր, այսինքն տները։ Ահագին մարդ կար գյուղում, այս գյուղի դպրոցն է ստեղ, որ մենք ապրում ենք։ Վերջում 4 երեխա մնաց, ուսուցիչ բան չարեցին։ Մենակ եք այստեղ ապրում։ Հիմա չէ, տղայիս հետ եմ ապրում, տղաս ծառայում է, 5 հատ երեխա ունեմ, 23 հատ թոռու ծոռ ունեմ, բազմազավակ ընտանիք եմ։ Բոլորը այս գյուղում են ապրում։ Բոլորը այս գյուղում են ծնվել, մեծացել, բայց հիմա ամեն մեկը մի տեղ աղջիկներս ամուսնացած են, մեկը Ուկրաինայում է, բանում է, Ռուսաստան, Կալինինգրադ ապրում, Բայենիր, Զորացրվա այնտեղ են ապրում։ Մի տղաս Լեննական ապրում, աղջիկս Աբովյանն է, մեկը Բյուրեղավան է, մի տղաս էլ մոտս է ապրում։ Դուք, այսպես ասեմ, ձեր այստեղ ապրելու խորհրդանիշը, մոտիվացիան ո՞րն է։ Գյուղացի մարդ ենք, գյուղատնտեսությամբ ենք զբաղվում, անասուն շատ ենք պայում, հիմա անասուն չենք պայում, բայց ես իմ համար էլի Խազախստան ունեմ, բնական դուք չեք կարողանում, այսինքն տղաս։ Այսպես ասեմ, այստեղից չեք ուզում գնալ։ Չէ, ոչ մի բան։ Ամեն ինչն էլ պայում է, ստեղի հողը, օդը, ջուրը, անիս, ավերակները, ես Արևմտյան Հայաստանում եմ ապրում։ Ձեր սկեսուրի պատգամն եք։ Մեր արմատները Արևմտյան Հայաստանից են, Մշոխաց գյուղից են։ Կպատնեք այն պատմությունը, ձեր սկեսուրը, չգնաք գյուղից։ Սկեսուրս ասում էր լավ, ասում էր ճամփիկ կբացվի, այն վաղտի 60 քանի թվերին ով էր գնում Արևմտյան Հայաստան կամ ինչ գիտեինք, որ պետք է ժողովուրդը գնար Թուրքիա ման գար, արգելված էր, ասում էր ճամփիկ լավ կբացվի, ասում էր քզի կտանիմ, ասում էր մեր երկիր, ասում էր մեր Մշոխաց գյուղ, ասում էր կտանիմ մեր տուն քեզի ցույց կտամ, մի ասում էր մեր տուն իմ աչքիս առաջն է։ Շատ հետաքրքիր կնիկ էր, այնպես պատմություններ, 88 թվականին ծնված էր, 1888, 92 տարեկան մահացավ։ Հիմա խոսում են հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման համար։ Ինչ կարծիք ունեք։ Այ մարդը ինչ Թուրքի հետ ինչ ճամփա բացել, ինչպես կամուրջն ասում է պետք է բացել, չգիտեմ ինչ անեն։ Չգիտեմ Թուրքի վրան հույս տներ չի լինի բալիս, ես ոչ չասեմ դու չգիտեք։ Երանի չէ լավ լինեն, հաշտ համերաշխություն լինի, խաղաղություն լինի, մեր նպատակն էլ է դա որ խաղաղ լինի, խաղաղ երկնքի տակ ապրենք։ Լավ ենք, մեզի համար ստեղ խաղաղ գյուղ, երանի չէ մի քանի ընտանիք վերեն, Ղարաբաղցիներին վերեն շենք սարքեն, ստեղ տան թող ապրեն։ Սա քաղաք են ուզում ապրեն, քաղաք դառել արդեն չգիտեմ ինչ էլ տեղեր չկա, գյուղի ժողովուրդն էլ մի սաղ փախնում են։ Այսինքն այստեղ դուք եք եւ ռուս սահմանապահները։ Հա, ռուս սահմանապահներն են, հարևաններս են, գնալ-գալներ հետ կապված։ Բայց հարևան ունեք։ Ինձ զինվոր են ասում, այսինքն ձեր հարևանները ռուս սահմանապահներն են։ Հա, ռուս սահմանապահներն են։ Վախենալու չի, մենակ դուք եք։ Չէ, ոչ մի վախենալու չկա, զինվորներ ստեղ են, մեր պաշտպանները, ինչի համար է Նաչալնիկ զաստավն ստեղ։ Դրանց հույսով ենք ապրում ստեղ։ Եթե սահմանապահներ չլինեն ստեղ, սա լծվին եսիմ ինչ կդառնա, ջուրանկանսին կգան։ Իսկ երբ ձեր գյուղը դատարկվեց։ Գյուղը վերջում ասում եմ 2006 թվականին մի ընտանիք էլ կար, գնացին,
Գյուղը մեկից չի դատարկվի, 50-40-ական թվականներից քիչ-քիչ գնացել են հետ, այս ճանապարհներ տեսակ ինչ վիճակ է, ժուրնալիստ եք եկել եք, մի հատ դուք էլ ներկայացրեք այս ճանապարհի վիճակ, տուրիստական վայր է, մեր գանձն ստեղ է, գիտես ինչքան տուրիստներ են գալիս, որոնք ճանապարհի պատճառով հետ են դառնում կամ այնտեղ ավտոներ կայնացնում են այդ բարոտների վրա, որ անցակետ են, այդտեղից ոտքով գալիս են անին նայեմ նոր գնում են, հնարավոր չի լինում ճանապարհով գալ։ Այս ճանապարհը սարքած էր խոտ, Դեմիրճյանի ժամանակ ասֆալտ էր գծած, դուրան գնում իր այնտեղ պիշչեր կար, մեծ տարածքեր ժողովուրդ գալիս այդտեղ քեֆին անում, ուրախություն, այս բաներ հանքի բաները սա բլեցին քանդին, փակեցին այդ բանը, պայթեցումներ արեցին, այդ պայթեցումներ սա ավիրեցին այդտեղ։ Դրանից հետո այս ճամփեկ քանդվավ, պես էլ մնաց էլ ոչ տերեղնող կար, ոչ բան կար։ Իշտ ինչքան գալիս են, ես իր ճանապարհների հարցով իրանց հետ անեմ, բայց տերն օգնի Իսկ ովքեր են գալիս, ովքեր են հիշում ձեզ։ Սա երեք տեսնիր ինչքան մարդ կար ստեղ, պետական համալսարանից եկի, ուսուցչական կոլեկտիվներ են գալիս, Իսկ իշխանություններից գալիս են։ Իշխանություններից բանն է եկել, մեր նախագահ Սարգսյանն, հա, չէ, Արմեն Սարգսյան իր կնգա հետ, նունեի հետ եկան ստեղ։ Դուք Շիրակի մարզպետից պատվոգիր եք։ Հա, Շիրակի բանը, հետո ինձի բան արեցին 500,000 գումար տվեց Նիկոլեն բանի ժամանակ, այդ վաղտ որ եկավ, վարչապետի աշխատակազմը։ Ինչքան տվեցին։ 500,000, այդ փողն էլ ներդրեցի, հողամասս մշակեցի, մի քիչ հունի մեջ ընկա։ Երբ է տվել Փաշինյանը։ Ես 18 նոր որ բաներ եղել, 19 թվիներ կա։ Իսկ հիմա հիշում են ձեզ կառավարությունը։ Բելը մի կառավարություն մնացել այ բալա, մեկ հիշելու բան չկա, պետք ինձի հիշեն։ Ինքան դարդուց հավեր ունեին բաներ։ Սահմանին։ Ես օրինակ ես պետք է լույսի փող օրենքով չտայի։ Մի ընտանիք եմ ապրում ստեղ։ Ինչի եմ լույսս գիշեր ցերեկ չվառել, որ երկու որ չգա ստեղ, այս կողմ թուրքի լույսերն են մեզի լուսացնում։ Չրաղվան ոնց որ ես միշտ քաղաք լինի այդտեղ։ Այսինքն ձեզ որևէ արտոնություն չեն տալիս։ Չէ, ինչ արտոնություն։ Ես օրինակ թոշակ եմ ստանում, թոշակիցս մուծում եմ լույս ինչքան որ լույս եմ օգտագործում, լույսի փողս տալիս եմ։ Բայց գիտես ինչքան եմ ես օգնում դաշտում աշխատող մարդկանց, Շիրակավան գյուղ կա, չգիտեմ գիտեք թե չէ, Շիրակի դաշտավայրից է։ Դրանց հողերն ստեղ է, իրանց հողերն ընկավ լճի տակ, որ լիճը ջրամբար է, սարքեցին ջրամբարը, գիտեք այդտեղ Ախուրյանի ջրամբար։ Այդտեղի ժողովուրդը ստեղ հողեր ունեն։ Իրանց հողերն ստեղ են մշակում, տեխնիկան փճանում է, բան գալիս են իմ տուն, տատիկ բան օգտվենք բանից, վարկային անում կամ մի փճացած բան սարքում են, բան սա իմ հաշվից է գնում։ Բայց թող ես անում եմ։ Դրանք մարդիկ։ Քանիս կան եմ, 101։ 98 տարեկան եմ։ 89 տարի։ Ով հարցնում են ասում են կանցից ասում եմ 110 տարեկան, այ տատ չէ, այդքան չես լինի։ 98 տարեկան եմ բալիս, մեր արմատներ սա մեծ են, աղբերս յանի ապրում է 98 տարեկան է, աղբերս, հա, մի աղբերս էլ 96 տարեկան է, պապաս 98 տարեկան մահացավ, մամաս 95, պապաս ասում էր ես կինոսի գրքում կգրվին, ասում էր ես 100 տարի պետք է լրացնեմ, 98 տարեկան մահացավ։